Նախ շնորհավորում եմ բոլորիս այս հզոր ամենակարևոր օրերից մեկի կապակցությամբ մեր հայ ազգի, ողջ հայ ազգի եւ կարմիր թելով պետք է այս օրը, այս օրվա խորհուրդը մենք տանենք հետներս, որքան ուժ ունենք, որքան շունչ ունենք, որքան քայլում ենք ու որքան քայլելու ենք, որովհետեւ առանց բանակի, առանց այն ամենի, ինչ արել է հայոց բանակը մեզ համար, մենք անհնար ենք, մենք չենք գոյատևելու, ինչ ուզում է լինի, մենք պետք է պարզապես հիշենք, որ սա կարևորագույն օր է մեզ համար։ Եթե ուզում ենք լինենք, պարզապես, եթե ուզում ենք լինենք։ Խոնարհումս բոլոր այն մարդկանց, ովքեր բոլոր ժամանակներում իրենց կյանքը, առողջությունը, երջանկությունը, ամեն ինչ ներդրել են մեզ համար, մեր այսօրվա կյանքի համար։ Խոնարհումս իդեմս Ռոբերտ Աբաջյանի բոլոր երիտասարդների, ովքեր գիտակցաբար գնացին մի քայլի, որ չգիտեմ, նույնիսկ երկար տարիներ ապրած, հասուն մարդիկ այդ քայլը չէին դնի։ Խոնարհումս բոլոր այդ տղերքի համար։ Իմ խոնարհումս հենց հիմա մեր սահմանին կանգնած բոլոր այն տղերքի, ովքեր հենց հիմա պաշտպանում են մեզ, մեր հայրենիքը, հնարավորություն են տալիս մեզ ապրելու։ Արդյոք մենք այսօր այնպես ենք ապրում, այնպես ենք գործում, որ արժանի լինենք այդ տղաների հիշատակին, այդ տղաների թողած ավանդին։ Արդյոք արժանի ենք։ Մենք պետք է ապրենք այդպես։ Ես չեմ ուզում այսօրվա մեր ապրելակերպին անդրադառնամ, այսօրվա խորհուրդը ուրիշ է։ Ես ուզում եմ խոնարհումս անձամբ Ռոբերտ Աբաջյանին բերել եւս մեկ անգամ ու ասել, որ ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է ասել, բարձրաձայնել, որ Ռոբոին, փոքր Ռոբոին, իմ փոքր Ռոբոին ես ճանաչել եմ մանկուց, որովհետև մեզ շատ ու շատ բաներ են կապում։ Ես ինքս այս դպրոցի շրջանավարտ եմ, իմ երեխաները այս դպրոցի շրջանավարտ են։ Իմ աղջիկս եւ Ռոբերտ Աբաջյանը 10 տարի նստել են մեկ նստարանին, կողք կողքի։ Ռոբոն եղել է մեր տան երեխեքից մեկը։ Դուք պատկերացնում եք, թե որքան հույզեր եւ որքան խառը զգացողություններ են հիմա ինձ պատել, հիմա իմ հոգում։ Չգիտեմ, ես ավել ասելու բան չունեմ, խոնարհում ու եւս մեկ անգամ խոնարհում։ Բոլորին։ Նպատակում են Ռոբերտի նման տղաները Հայաստանին։ Ես չեմ ուզում այդ պեսիմիստորեն տրամադրվել, ես համոզված եմ, որ կավելանան։ Ես համոզված եմ, որ կան Ռոբերտի նման տղաներ ու կլինեն ու պետք է լինեն։ Ինչպես քիչ առաջ ասացի, առանց նման մարդկանց, առանց նման մտածելակերպի, որովհետև Ռոբերտ Աբաջյանը եւ նման տղաները դրանք պարզապես ֆիզիկական, դա մարմին չի, դա մտածելակերպ է, դա հոգի է, դա մոտեցում է ու առանց դրա մենք անհնար ենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։